Իսկ ես ուզում եմ հիշեցնել ձեզ, դուք ստացել եք ձեր բալետը, ստացել եք եւ այսպես քվեարկության կապող թռուցիկներ եք ստացել։ Ուրեմն դուք ունեք այս ծրարը, եթե չունեք, ուրեմն գրանցված չէ։ Կարող եք գալ այստեղ, եթե գլենդել եք բնակվում, գալ այստեղ, մենք ձեզ գրանցենք, որպեսզի կարողանաք ապագա ընտրություններին, եթե դուք անցյալում գրանցված եք, ամեն ինչ լավ է։ Մեկ անգամ որ գրանցվեք, տարիներ կարող եք, բայց ամենայն դեպս, եթե չեք ստացել, ուրեմն ձեր գրանցման կամ registration-ի մեջ problem կա։ Սա ծրարն է, որ պետք է արդեն բոլորը ստացել են, բոլորին ուղարկել են նրանք, որ register դեղած են։ Եթե չեք ստացել, կարող եք գալ եւ գրանցվեք այստեղ։ Բայց ամենայն դեպս այս ծրարն է, որ ունեք մյուս կողմը այսպես է ծրարի մեջ տեղադրված է հետ վերադարձ ծրարը, որը արդեն իրենք նամակադրոշում են, ստամպը դրելն են։ Դուք ոչինչ չպիտի անեք, մյուս կողմը այս ծրարի, երբ որ քվեարկեք, որ քիչ քվեաթերթիկը քիչ հետո ցուցադրեմ, պետք է ծրարի հետևը այստեղ ստորագրեք։ Թվական է ուզում, բայց կարևոր չի կգրեք կամ չեք գրեք, բայց առանց ստորագրություն, այստեղ առանց ստորագրելու ձեր քվեն նկատի չեն առնի։ Ոչ ոք չգիտի դուք ինչպես եք քվեարկում, ինչ կամ հիմա այս անգամ մենակ մի հարց է, բայց որևէ ժամանակ ընտրությանը մեկը չգիտի, որ դուք ինչպես եք քվեարկել, բայց բոլորը գիտեն, որ դուք քվեարկել եք թե ոչ։ Եվ դրա համար է կարևոր, որ այերը քվեարկության մասնակցեն, որ ուզում եք, ինչպես որ այս օրինակում, ինչպես որ ուզում եք կարող եք քվեարկել, բայց անպայման քվեարկելը հարկավոր է, որպեսզի ցույց տանք հայերը մեծ թվով քվեարկության մասնակցում են, որ ձեզ ուշադրություն դարձնեն, ձեր խնդիրներին ուշադրություն դարձնեն։ Իսկ այնտեղ ինչն է հարցը, առաջարկություն 50-ը հարցն է, որ այստեղ տեսնում եք, այո թե ոչ։ Տեքսասը փոխեց իրենց այդ ընտրատարածքի ձևը, այնտեղ 38 ներկայացնի տան անդամներ ընտրվում են Տեքսասից, գնում են Վաշինգտոն ներկայացնելու Տեքսաս նահանգը։ Եվ այնպես փոխեցին, որ 5 ավել Republican ընտրվեն։ Տարածքների միջև գծագրեցին, որ Republican-ներ ընտրվեն։ Այս նահանգի նահանգապետը Նյուսեմ ասաց, որովհետև Տեքսասը փոխել է, մենք էլ մեր նահանգի այդ տարածքների գծագրությունը այնպես կփոխեն, որ 5 առավել դեմոկրատ ընտրվի։ Կալիֆոռնիան արդեն 43 դեմոկրատ է ընտրվում, 8 ռիփաբլիկան են ընտրվել այս տարի, մինչև 2026-ի ավարտը պետք է ծառայեն այդ մարդիկ, իսկ 2026-ը, եթե սա ապրիլին, այսինքն նոյեմբերին մարդիկ քվեարկեն, ուրեմն Կալիֆոռնիան, Տեքսասի նման 5 առավել դեմոկրատ կունենա, ուրեմն կդառնա Կալիֆոռնիան կդառնա 48 դեմոկրատ կդառնա 4 ռիփաբլիկան, որ հակազդեն Տեքսասի այդ փոփոխությանը։ Հիմա ասացի, այս ծրարը մենակ պետք է քվեարկել, այո կամ ոչ պիտի ասեք, եթե համաձայն եք փոխեն, որ ավել շատ դեմոկրատ ընտրվի, պետք է ասեք այո։ Եթե ոչ, դուք չեք ուզում ավել դեմոկրատ այս նահանգում ընտրվի, ոչ պիտի ասեք ու տեղադրեք ծրարի մեջ, ինչ քիչ առաջ ցուցադրեցի ձեզ։ Ես հիմա ուզում եմ շարունակել ծրագիրը եւ խոսել Ջոն Բոլթոն, սա տարիներ կառավարական շրջանակներում աշխատել է Ջոն Բոլթոնը, Ամերիկայի դեսպանն է եղել ՄԱԿ-ում, ՄԱԿ-ում ինքը ներկայացնում էր Ջորջ Բուշ զավակի ժամանակ եւ Ջորջ Բուշ հայրի ժամանակ նաեւ տարբեր դիրքեր է ունեցել։ Այս Բոլթոնը Հայաստան նաեւ այցելել էր, երբ որ Բուշ, այսինքն Թրամփի առաջին նստաշրջանին, որ ռուսների հետ շատ հայերը այսպես չշփվեն կամ ռուսները մեր Հայաստան շատ ազդեցություն չունենան։ Այդ ժամանակ եւ ուրիշ երկրներ, այսինքն մենակ Հայաստան, այլ բոլոր ուրիշ այդ տարածքի երկրները այցելել էր։ Հիմա առաջին նստաշրջանում նախագահ Թրամփի որպես անվտանգության պատասխանատուն էր եւ հետո նախագահ այսինքն Թրամփը իրեն չավանեց, աշխատանքից հանեց։
Բոլթոնը հետո գնաց գիրք գրեց եւ այդ գրքում եւ հաճախ ասեն է որ Թրամփը արժանի չի նախագահ լինելու not fit for office այսպես է ասել եւ գրել է նաեւ այդ երկը հիմա իրեն այս երկրի կառավարությունը այսինքն Թրամփի վարչակարգը իրեն մեղադրում է որ գաղտնի տեղեկություններ որ ինքը ուներ National Security Advisor-ներ աշխարհում ինչ գաղտնի հարցեր կա երկրների մասին ինքը ղեկավարում էր այդ դեպարտամենտներ ղեկավարում որը մեղադրում են որ այդ հարցերը որ չպիտի երբևիցե բացահայտվի ինքը տարին է եւ իր գիրքի մեջ օգտագործեն է գիրքը ավել հետաքրքիր դարձնելու գիտեք երբ մեկը ուզում է գիրք գրի այսպես բարձր դիրք զբաղեցնող անձնավորությունը այդ գիրքը հանձնում են կառավարությունը գիրքը տող պար կարդում է ասում է այս մասը պետք է չգրես գիրքի մեջ սա մեր գաղտնիքն է դու իրավունք չունես ամենայն դեպս ստանում է հովանությունը այս երկրի ղեկավարությանը երբ տպում է ամենայն դեպս Թրամփը մեղադրում է որ իր տունն է տարել այդ confidential գաղտնի տեղեկությունը թղթերը կապի արել եւ տարել է իր տուն ուրեմն Վաշինգտոնում գրասենյակ ունի այդտեղ գնացին եւ ոստիկանություն FBI-ը եւ նաեւ իր բնակարանը գնացին եւ ինչ որ կար տարին եւ որ ես ուզում եմ այստեղ ցույց տալ հիմա իրեն տատի է տվել այս տատախազությունը այս երկրի Թրամփի հրամանով կամ հրահանգով տատի են տվել Թրամփը իհարկե հիմա ասում է ես տեղյակ չէի որ իրեն տատի են տվել բայց ինքը միշտ ասում էր որ Թրամփի պիտի պատժեն տատի տան տեսնում եք Բոլթոնին աչում նախագահ Թրամփին ծախում այսպես տեսնում եք Ջոն Բոլթոն ուրեմն ջուրի մոտ տարին գիտեք այս երբ որ ուզում են նախ տատ բացանեն ջուրի մոտ են տանում եւ ինքը մեղադրյալը ում որ մեղադրում են իրավունք ունի փաստաբան ունենա բայց կառավարությունը իր փաստաբանը բերում է հիմա ասացին որ պիտի տատի տրվի սա չի նշանակում որ մեղավոր է թե ոչ երբ գնաց դատարան սա միայն այդ է որ արդյոք տատի պիտի տրվի թե ոչ հիմա այսպես որովհետեւ կարծում են մեղավոր է ուրեմն պիտի տատի տրվի Federal Grand Jury-ն ուրեմն մենակ ասում է որ տվյալներ ինչ որ կառավարությունը ներկայացրել է մտածում են որ այո կարող է մեղադրանք լինի դրա Մերիլանդում ուրեմն այսպես հարցը այս գրքի վրա է իր գիրքն է որ գրել հրատարակել էր եւ ամենաշատ այդ ժամանակ որ նոր հրատարակվել էր քանի տարի առաջ ամենաշատ վաճառվող գիրքն էր այսպես շատ հավանություն ունեցավ մարդիկ կարդում էին այս գիրքը այդ տեղեկությունը տեսնում եք նախագահի կողքին նստած է նախագահի ասացի National Security Advisor-ներ իսկ հիմա ուրեմն իրեն տատի են տվել որ հետո իհարկե դատավարությունը պիտի տեղի ունենա ինքը ասել էր որ hack էին արել Բոլթոնի personal email account-ը եւ կարողացել էին այդ classified information-ները անեն երբ որ նախագահը իրեն փաստաբանն է տեսնում որ պետք է ռեփուբլիկանների համար աշխատել է նախկինում տեսնում եք FBI-ն իր տնից հանում է տվյալներ Բոլթոնի տանում է հիմա սա երրորդ հոգին է նախագահը ասել է ես իմ enemy-ներին թշնամիներին պետք է բոլորին տատի տամ Ջեյմս Քոմի նախկին FBI-ի դիրեկտորը եւ նախկին գլխավոր դատախազի տեղակալն էր սա Ջորջ Բուշ ժամանակ շատ բարձր աստիճան է զբաղեցրել հետո Լեթիշիա Ջեյմս որը Նյու Յորք նահանգի Attorney General նրան է տատի տվել Թրամփ հիմա երրորդ հոգին սա է դեռ նախագահը ուրիշներ նաեւ կան տեսնում եք այդ Քոմիներ սա Ջեյմսն է որ հիմա Բոլթոնը երրորդ հոգին է 18 մեղադրանք կա որ տեղեկությունները գաղտնի տեղեկությունները classified-ը տարեն է գիրք է գրել այսպես մեղադրանք է
հազարավոր, այստեղ ասում է thousands pages եւ ուրիշները կարողացեն իրեն email-ները գողանան եւ այդ տեղեկությունները ստանան, ամենայն դեպս իրեն պիտի հետո տատի տան, նա հիմա մեղադրանքն է ինչ որ դատարան պիտի գնա։ Ես ուզում եմ շարունակել հիմա խոսել, նախագահ Թրամփը խոսել է հեռախոսով 2 ժամ Պուտինի հետ խոսել է եւ Զելենսկին պիտի գա այստեղ հանդիպի նախագահ Թրամփին եւ Թրամփը պետք է գնա Եվրոպայում հանդիպի նախագահ Պուտինին Եվրոպայում։ Հիմա ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնում եք նախագահ Թրամփն է ասում է որ պիտի Հունգարիայում նախագահը պետք է հանդիպի։ Եվ նախագահ Թրամփը սպառնում էր, ասում էր Tomahawk missile այս հրթիռներ պիտի տա, եթե Ռուսաստանը չկա եւ չբանակցի Ուկրաինայի պատերազմի մասին, ես ուրեմն այդ հրթիռները պիտի տամ Ուկրաինային, տեսնում եք սա օգոստոսի 15-ին էր, որ Ալասկայում հանդիպեց Թրամփի հետ։ Այստեղ օկտեմբերի 7-ին էր, որ շատ բարկացած էր եւ ասում է, որ ինքը թույլ է տվել, որ Ուկրաինան այդ հրթիռներով Ռուսաստանի կենտրոնները հարվածի, գիտեք, նախապես Բայդենի ժամանակ ասում են Ռուսաստանի տարածքում չես կարող ռմբակոծել ռուսական զորքին եւ այլն։ Հիմա այսպես նաեւ նախագահը բարկացած է Համասի վրա, երբ որ իրենք Իսրայելի զորքը հետ նահանջեց եւ պահանջում է նախագահան, որ գիտեք 20 գերիներին Համասը ազատ արձակեց 28 դիակներ իրենց մոտ կան, որ մինչ հիմա 10 հանձնել է Իսրայելին եւ ասում է, որ եթե մնացած անմիջապես չհանձնես, Իսրայելին կասեմ նորից մտնի ու եւ սպանի այսպես այդ ինչ որ կատարում էր շարունակի, ինչ որ Իսրայելը կատարում էր, այսպես է ասում, իսկ ասացի Ռուսաստանի հետ որոշված է, որ Զելենսկին կա Թրամփին հանդիպի այստեղ, Tomahawk missile տեսնում եք ամենահզոր հրթիռն է, որ Ամերիկան ունի, մինչ հիմա Ուկրաինային չի հանձնել, բայց հիմա ասում էր, որ եթե այսպես լինի, այսինքն եթե նախագահ Պուտինը չբանակցի իր հետ, չհամաձայնվի մի տեսակ խաղաղություն լինի կամ զինադադար լինի, ուրեմն պետք է այդ հզոր հրթիռները հանձնի Ուկրաինային, որ հարվածեն Ռուսաստանի տարածքը։ Ես պետք է դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, Ալեքս Ահարոնյանն է հովանավորում ծրագիրը, եթե դուք Դուբայում ցանկություն ունեք, առանձնատուն կնեք, կոնդոմինիում կնեք, ինքը ձեզ կօգնի, ինքը լայսենս ունի Դուբայում այս աշխատանքի համար։ Հեռախոսահամարը այստեղ տեսնում եք, ձեզ մոտ նշանակեք Ալեքսինը եւ ուրիշներ նաեւ այս աշխատանք կատարում են, բայց մեկ հոգի այնտեղ որ լայսենս ունի, ինչպես ինքը ունի, նրանց միջոցով են կատարում։ Դուք ուղղակի կարող եք իրեն հետ բանակցել, խոսել եւ դուք ոչինչ իրեն չեք վճարում։ Վաճառողը այդ ապարտմանի կամ առանձնատունի իրեն կվճարեն։ Եվ եթե դուք այդպես գնեք մի կալված 10 տարվա վիզա կարող եք ստանալ, որ երբ ցանկություն ունեք գնաք Դուբայ եւ վերադառնաք, Դուբայ գնաք, վերադառնաք։ Ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Central Avenue Pharmacy իրենք այս վարկյանից տարիներ է իրենց տեղատուն գտնում է Կալիֆոռնիա փողոցի վրա Գլենդելում, այստեղ տեսնում Բրանդ փողոցի հատմանկետին շատ մոտ է։ Իրենց նոր տեղատունը պիտի բացվի Sunland քաղաքում, ծառայելու Sunland, Թահանգա, Սիլմար եւ բոլոր այդ շրջանները կարող են գնալ իրենց տեղերը այնտեղ վերցնել կամ զանգահարել, որ իրենք վերեն։ Բայց դեռ բացված չի, բացման
օրը ես ձեզ կհայտարարեմ մի ժամանակ հետո բացվելու այս տեղատունը, բայց դուք նկատի առեք, եթե այդ տարածքներում ապրում եք։ Ես quality-երն է հովանավորում ծրագիրը։ Ձեր սիստեմը մաքրման համար ընդամենը $89 են շարժանում։ Ուրիշը եթե կա $150 պիտի առնի, որ մինչև գացը ես մոտ հետո ասի ինչ է պետք։ Իրենք մաքրում են այդ սիստեմը, ձեզ սերվիս են անում 80-ին։ Իսկ եթե դուք unit-ը պիտի փոխեք, installation, repair, maintenance, բոլորը կարող եք խոսեք իրենց հետ, տեսնեք estimate պիտի ձեզ տան, free estimate ձեզ կտան։ Զանգարեք այս հեռախոսի համարին։ Orange Shipping-ն է հովանավորում ծրագիրը, Sherman Way, North Hollywood-ում գտնվում է։ Եթե մի ծանրոց իրենց հանձնեք, հաջորդ ծանրոցը նույն չափին 50% զեղչ են ձեզ առաջարկում։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, եթե դուք վարձակալ եք, վարձել եք մի ապարտման կամ առանձնատուն վարձել եք, դուք վարձակալ եք։ Այդ բնակարանը պետք է բնակելի լինի, եթե պահարանը բացում եք, միջատները կնում գալիս են, որևէ տեղ Կալիֆոռնիայում կարող եք զանգարեք իրեն, մուկ կա այդ բնակարանում, մրջուններ կան բնակարանի մեջ, զանգարեք այս հեռախոսամը, դուք ոչինչ չեք վճարում, եթե ինքը կարողացավ հաջողի բնակարանի տիրոջից գումար վերցնի, հետո իրեն կվճարեք, կվերադառնա։ Միացյալ Նահանգների կառավարությունը Թրամփի հրամանով եւ պաշտպանության նախարարի գնում են նավակներ, ինչ որ հեռանում են Վենեսուելայից, ասում են սրանք դրագ են փոխադրում եւ ռմբակոծում է սպանում է։ Մինչև 5 նավակ այդպես ռմբակոծել են, 11 հոգի նավակի մեջ եղել, 6 հոգի, 5 հոգի, 3 հոգի, ամենայն դեպս 5 այսպես նավակները ռմբակոծել են, սպանել։ Սա ներկայացնի տան անդամները դեմոկրատները բնականաբար հարց են տալիս եւ Republican որոշ ներկայացնի տան անդամներ նաեւ legality սրա օրինականությունը, որտեվ չի կարելի, եթե մեկը անգամ դրագ է փոխանցում, պիտի ձերբակալել, տատի տալ այդ չգիտենք այդ մարդիկ ովքեր են, բայց ամենայն դեպս ենթադրենք, որ անպայման դրագ են վաճառում, այդ դրագ վաճառողներին պետք է դատի տան իրենց։ Հետո որոշվի, որ կախաղան պիտի բարձրացնեն 2 տարի, 15 տարի ազատազրկվեն։ Այսպես գնալ որոշել, որ նրանք մեղավոր են երկրի սահմանում ռմբակոծել, տարօրինակ աշխատանք ինչ տեղ ունեմ։ Իսկ հիմա ասացին, որ CIA-ը երկրի մեջ covert գաղտնի աշխատանք է տանում, որ Մադուրո կամ Մադուրոին, որ ղեկավարն է նախագահն է երկրի, որպեսզի ռեժիմը տապալեն։ Եվ հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տալ, ինչ է տեղի ունենում այս գեներալը, ինչ որ պատասխանատուն էր դրա, այդ աշխատանքի օդուժի գեներալը հրաժարվեց, այսօր հրաժարվեց այս ինչ որ կատարվում է։ Հիմա մասամբ հետո կհստականա այս գեներալի ինչու որ այս պատասխանատուն էր բոլոր այս աշխատանքի, այս ռմբակոծումները, օդանավները, նաև B-52 ամենահզոր օդանավները Ամերիկան ունի ռմբակոծող։ Տեսնում եք այդտեղ Թեքսասից գնացին Վենեսուելայի 50 մայլզ հեռավորություն, պատկերացրեք 85 կիլոմետր հեռավորության Վենեսուելայի սահմանից անցկացան, դա այսպես տեսնում եք ճիշտ այդտեղ պտում վերադառնում են, սրանք ամենահզոր օդանավները, ռազմ օդանավներ, ինչ որ Ամերիկան ունի, տեղի էր ունենում այստեղ, որպեսզի ճնշում լինի։ Հիմա տեսնում եք այդ նավակներն ինչը մեկը մյուսի հետևից ասացի, սա Մադուրո պրեզիդենտն է Վենեսուելայի, որ Հյուգո Շավեզ իրենից առաջ նա էր նախագահը, բայց հիվանդացավ, մահացավ եւ իրեն փոխարինեց։ Իսկ այս գեներալն ինչ որ տեսնում եք, հիմա լրիվ դեռ հստակ չի ինչու հրաժարվեց այս ամերիկացի գեներալ, որ այդ աշխատանքի պատասխանատունն էր, ոմանք ասում են
այս հարցը, որ արդյոք այս ինչ որ անում է օրինական է, թե ոչ, կարելի է դրա պատճառով լինի։ Բայց մի բան որ պարզ է, Վենեսուելայից չի, որ այս երկիրը դրագ է գալիս։ Վենեսուելան շատ փոքր տեր ունի։ Երևի դրագ այնտեղից էլ գալիս, Հարավային Ամերիկայից դրագ է գալիս։ Խոշոր դրագը գալիս է, երբ որ կոքեյնը գալիս է Էկվադորից, գալիս է նաև Կոլոմբիայից, այդտեղից է ինչ որ դրագը գալիս է այս երկիրը, ոչ թե Վենեսուելայից։ Եվ ավել հզոր դրագներ ինչ որ գալիս է Մեքսիկոից է գալիս, որ ֆենթանոլ, որ ամենահզոր դրագն է։ Հիմա իհարկե մի նոր դրագ է եկել, որ 5 անգամ ավել ազդեցությունը բարձր է, քան թե ֆենթանոլը։ Ֆենթանոլը այն դրագն է, որ այնքան հզոր է, հաբի նման Չինաստանից նյութը բերում են Մեքսիկոյում կամ այդ երկրում հաբի են վերածում, հետո բերում են Ամերիկա, վաճառում են այդ հիմա ասացի մի նոր ամեն օր մի նորություն է գալիս, որ 5 անգամ ավել հզոր է։ Ֆենթանոլի հետևանքով Ամերիկայում որևէ հարցի հետևանքով սրտի կաթվածքից, սթրոքից մարդիկ մահանում են։ Օրինակ սրտի կաթվածքից տարեկան 50,000 մարդ է մահանում։ Ֆենթանոլից 70,000-ից 100,000 մարդ ամեն տարի մահանում է։ Ես ուզում եմ շարունակել ու խոսել Ալասկայում փոթորիկ եւ հեղեղ տեղի ունեցավ արևմտյան մասում եւ ստիպված եղան ամերիկացի զինվորականներ, այսինքն ռազմօթանավներով իրենց այդ տարածքներից հանեն։ Ես այստեղ ուզում եմ հիմա ցույց տալ, ինչ տեղի էր ունենում Ալասկայում, այս օթանավներն են, տեսնում եք ռազմօթանավ է բոլորին լցրել ու հեռացնում են այդ տարածքներից, այսպես տեսնում եք փոթորիկ քամի պատմության մեջ այսպես իրենք փոթորիկ հեղեղ չէին տեսել արևմտյան մասն է Ալասկայի 100-ավոր հանեցին Ձախում անձը մահացել է 67 տարեկան, երկու մյուսը անհետ կորերն են Ալասկայում ու փնտրում են, որպեսզի իրենց գտնեն, այսպես տեսնում եք, իրենց օգնում են հեռանան այդ շրջանից։ Սրանք բոլորը US Air Force ռազմաօթանավ են, ժողովրդին այդ տարածքից հանում են, նախ բասերոպերում են, հետո օթանավով հեռացնում են, տեսնում եք աշխատանքը տեղի ունեցող, որ հենց այս վայրկյանից ես խոսում եմ, դեռ շարունակվում է աշխատանքները։ Տաթարից հետո պիտի վերադառնամ եւ խոսեմ 41 տարի, 40 տարի առաջ մի 16 տարեկան երեխա սպանվում է, դրա մասին խոսեմ, ես ծրագիրը հովանավորում է Կարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը, Կարավան ռեստորան գտնվում է Գլենոքս փողոցի վրա, Գրայնվիու փողոցի մոտիկ է, ամեն օր ճաշ եւ ընթրիք կարող եք այդտեղ ուտել։ Իսկ այս շաբաթ կիրակի օրվանից սկսյալ սրանից հետո միշտ լինելու առավոտյան ժամը 8-ից մինչև երեկո շաբաթ կիրակի հարիսա կարող եք ուտել այնտեղ հավի մսով եւ նաեւ տավարի մսով հարիսա երկու տեսակ այնտեղ կա կարող եք այցելեք հեռախոս համար նաեւ տեսնում եք այստեղ ծրագիրը հովանավորում է Շահին Թուրնը հովանավորում իրենք այս վարկյանից թուր են կազմակերպում տարբեր տեղ այցելելու իսկ ամենաշուտով 7 օրվա թուր նոյեմբերի 4-ից մինչև 10-ը $2290 Կոստա-Ռիկա իսկ Արժանտինա եւ Բրազիլիա $3790 10 օրվա թուր է նոյեմբերի 15-ից սկսյալ մինչև 24-ը $3790 հեռախոս համարը կա
եւ եթե ուրիշ տարածքներ պիտի գնաք, այս հեռախոսահամարն է զանգարեք իրենց։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյանի Մարտեսյանն են ատամնաբույժներն են հովանավորում։ Գտնվում է Օլիվ կամ Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում, այստեղ տեսնում եք հեռախոսահամարն է, զանգարեք, ժամադրություն վերցրեք, կվերադառնա։ 40-41 տարի առաջ մեկ 16 տարեկան երեխի կամ պատանի դիակը գտնում են Նյու Յորքում, միտեղ որ բոլոր ծաղիկներ էր, հանկարծ գտնում են։ Եվ ահա տարիներ անցնում է, 3 անձի ձերբակալում են, մեղադրելով որ իրենք են սպանել այս 16 տարեկանին։ Մի տարի անցնում է դատավարություն եւ բանից դուրս է գալիս որ այս 3 մեղավորները չեն։ Այն ժամանակ գիտեք շատ տարբեր էր մինչեւ հիմա այս 40 տարի առաջ հիմա DNA այդ արյան կամ թուքի բաղադրանքներով ամեն մարդ յուրահատուկ է, եթե կարողանում են գտնել մեղավորին կարողանում են գտնել։ Մեկը պոլիսին զանգ է տալիս որ ասում է կարծում է որ մեկ ուրիշ մարդու որ այն ժամանակ իհարկե 22 տարեկան է լինում, հիմա իհարկե այս վերջերը գնում են եւ հետևում են իրեն։ Մի տարի առաջվանից սկսում են այդ մարդուն հետևել եւ ինքը գնում է մի խանութ, այս մեղավորը, որ հիմա մեղավորը գնում է խանութ, մի խմիչք առնում, խմում է, հետո թափում է այդ բաժակը, թափում է։ Այդ իր թուքի վրայից որ բաժակի վրա մնացել է նայում են տեսնում են այն ժամանակ հավաքել էին բոլոր այս իրեն արյան թուքի բաղադրանք ունեին կարողանում են տեսնել այս մարդի հետ համընկնում ես այստեղ եմ ուզում եմ ցուցադրել տեսնեք այդ բաժակն է ինչ որ գնացել խմերներ եւ այս դատախազությունն է այդ աղջկա հայրն է այդ մանուշակ կամ վարդագույն բաճկոնը դատախազն է Նյու Յորքի Nassau County այդտեղ տեսնում եք գլուխը պոլիսներն են իրեն տանում են այդ իր պատկերն է այն ժամանակվա 22 տարեկան է լինում ծախում տեսնում եք այդ աղջիկ որ այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան է եղել այս խանութն է որ գնացել էր խմիչքեր վերջը այդտեղ իրեն հետևել էին եւ այս անձը որ տեսնում եք 3 հոգի նրանք են որ տարիներ առաջ դատի տրվեցին եւ ասացին մեղավոր չեն հիմա նրան որ կարծում են մեղավորն է այսպես սերպակալեն են որ շուտով պիտի դատի տրվեն այս մարդիկ հիմա այսպես տեսնում եք մեղավորին եք տեսնում այստեղ այս բաժակը վերցնելով կարողանում են իմանալ որ ինքն է մեղավորը նորից տեսնում եք դատախազին այդ վարդագույն չափիկով իր հերն է որ ասում է այսքան տարի մնում էր մեր սրտում մահացել է բայց մեզ մոտ փակված չի հարցը պոլիսը հարցնում է այս Վիլոդու անունով այս անձին որ իր DNA-ն իր արյան բաղադրանքը մաչ է անում տարիներ առաջվա երբ որ որտեղ ոչրագործություն տեղի ունեցել այնտեղ ասում է ինքը ասում է որ այն ժամանակ շատ ոչրագործեր կարողացան սպանել ու փախուստ տալ ասել է ոստիկանության այստեղ տեսնում եք դատավարությունը պիտի սկսի երևի մի քանի տարի կտևի մեղավորին հիմա տեսնում եք 63 տարեկան հասակում որ պետք է դատավարություն ես ուզում եմ Էկվադորում ցույց տալ Էկվադորը քիչ առաջ նաև ասացի այն երկրներից է որ շատ դրագ է այդտեղից ղրկում են նամանավանդ Ամերիկա դրագ գալիս է քիչ առաջ ասացի Էկվադորից Կոլումբիայից այդ Բոլիվիայից այդ երկրներից է ինչ որ դրագ է գալիս Էկվադորում հետո այդ դրագի քարտելները խմբերը կառավարության հետ պայքարի մեջ են տեսնեք այստեղ ռումբ են տեղադրում եւ պայթեցնում են մեկ տարածք այդտեղ տեսնում եք որպեսի մեկ հոգի մահանում է այդտեղ տասնյակ մարդիկ վիրավորվում են
որ շատ իրեն չհետևեն, այլ սա վերջնագիր են տալիս կառավարության հետ պայքարում են այս դրագի քարտելները, խմբերը, այստեղ տեսնում եք։ Ես ուզում եմ հիմա ձեզ ցույց տալ մեկ սայլո, ուր որ ցորեն են պահում։ Տեսնեք շենքը փլվում է այս սայլոյի լրի փլվել է ոչ ոք բարեբախտաբար վնաս որևէ մեկի վնաս չի հասնում այդ գուբը ինչ որ տեսնում եք պայթեց grain silo հացահատիկների այդ կենտրոնն է Իլինոյի նահանգի մեջ էր բայց զարմանալիորեն տեսնում եք այդ սայլոն կամ այդ բունը պայթում է փլվում է բայց մեկին վնաս չի հասնում որ կարելի է բարեբախտություն համարել սովորաբար այսպես չի լինում երբ որ մեծ դեպք է պատահում ես ուզում եմ Chickengania-ի մասին խոսեմ հիմա այս ես նյութը պատրաստել էի 2 օր առաջ բայց հետո մտածեցի որտեվ շատ արևելյան նահանգներում էր ուրիշ նյութ ընտրեմ խոսեմ իսկ հիմա Կալիֆոռնիայի մեր տարածքում հայտնվել է այս մոծակները որ իրենց հետ հիվանդություն են բերում մեզ մոտ նաև եթե գնում եք դուրս սփրեյներ կա սփրեյ արեք ձեզ եթե գնում եք միտեղ որ ծառ է ծաղիկ է գնում եք բնության մեջ եւ ընդհանուր դուրսում եթե կարծում եք մոծակներ կլինեն ուշադիր եղեք որովհետեւ մեր տարածքում նաև մեկ հոգի հիվանդացել է այստեղ միասին տեսնենք այդ որ քննություններ են կատարում բարեբախտաբար այս ինչ որ սա հիվանդությունը Chickengania-ը այստեղ տեսնում եք ջերմություն կարող է անձը որ մոծակը կծեն է իրեն հոդերը շատ ցավա intense joint pain գլխացավ կարող է տա ջերմություն ունենա տաքություն ունենա եթե հիվանդանում է Ինչ քիչ առաջ նաև ասացի բարեբախտաբար մի շաբաթ տևում է, բայց ընդհանուր առմամբ կարողանում են վերականգնեն իրենց վիճակը, եթե այդպես է, պետք է երևի բժշկի գնալ կամ տանը մնալ, բայց ամենայն դեպս եթե միտեղ ծաղիկ է, ինչպես ասացի, անպայման սփրեյ ունեցեք մասամբ օգտվեք այդ սփրեյից։ Ես ուզում եմ խոսել հիմա AirTag-ի մասին։ AirTag մի փոքրիկ տեսնում եք, այսպես գործիք է, Apple ունի այս AirTag-ը, այստեղ տեսնում եք։ Մի օքի գալիս է մեկ ընտանիքի մեքենային այս AirTag-ը միացնում է մեքենային, նախքան իրենք նստում են, մարդիկ գնում են իրենց տանը, իրենք կարող են հետևեն, որտեղ գիտեն որտեղ է գնում, էլ պետք չի շատ մոտիկ լինեն, որ մեկին կասկածի մեջ տնեն։ Գնում են անձի տունը ատրճանակներով գողության համար։ Ահա, այսպես է կարողանում են վնաս հասցնել, բայց եւ այնպես շարունակենք, փոլիսը կարողանում է գտնի, այս երկու կողն են, մեկը տեսնում եք, Էնրիքե 26 տարեկան եւ մյուսը 32 տարեկան կողերին եք տեսնում, որ երկուսին ցերպակալել են այդ բերումով այս AirTag-ի հետևանքով այսպես տեսնում եք եթե նման հիմա այդ AirTag-ը շատ լավ է օգտագործման համար բայց ուրիշ ավազակներ նաև կարողանում են միացնել մեքենային ու անձը չգիտի փառք է կանում եւ այլն միցև չի որ ես ձեզ ասեմ հիմա ինչ անել տեսնում եք այդտեղ փոլիսը ցերպակալում է հեշտ չի որ ձեզ ասեմ որ ինչ կարող եք անել ամենայն դեպս դուք նկատի ունեցեք որ եթե AirTag-ը այսպես վերջերս դժվարություն է ստեղծում մարդկանց համար ես մի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից միջ մքանը մեկ սենեթոր որ Republican սենեթորների ղեկավարն էր մինչև այս տարվա սկիզբը այսինքն 2024-ի ավարտը իր մասին պիտի խոսեմ ծրագիրը հովանավորում է
Vivaldi, Vilnius եւ catering-ն է հովանավորում գտնվում է այսինքն Լոս Անջելեսում Գլենդելի արևանության 3 սրահ ունեն 300, 150 եւ 120 տարողությամբ իսկ ամեն օր ճաշ են առաջարկում 5 հոգու կամ 10 հոգու համար կարող եք գնալ վերցնել կամ պատվիրեք բերեն ձեր տանը այստեղ հեռախոսը տեսնում եք Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը տեղատուն է Glenox փողոցի վրա եւ Highland փողոցի հատման կետում է գտնվում հեռախոսը տեսնում եք այստեղ 818-6000-777 զանգարեք ձեր տեղերը կբերեն ձեր տանը կամ դուք կարող եք այցելեք Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը Հակոբ Չոփորյան եւ իր երկու դուստրերը որ երկուսն էլ փաստաբաններ են Ձեզ առաջարկում են, եթե ավտովթար ունեցաք, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով 818-244-47-47 Ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն հովանավորում ծրագիր, եթե ալերգի ունեք որևէ հարցով 30 տարից ավել փորձառություն ունի զանգարեք այս հեռախոսը համարին Երևան Shipping հովանավորում է ծրագիրը Երևան Shipping երկու կենտրոն ունի Նախ Ծանրոց ունեք օթանավով Հայաստան ղրկելու փոխարեն նավով ղրկեք իրենք նաև նավով ղրկում են բայց մի քանի ամիս է տևելու 2 ամիս 3 ամիս տևելու է օթանավով մի քանի օր հետո ձեր ազգական իրեն ծանրոցը նվերը ինչ որ պիտի ղրկեք կստանան Փաունդը $2.99 է սրանից այժմ որևէ տեղ ուրիշ չեք կարող գտնեք իսկ Գումարը եթե պիտի փոխանցեք $100 ղրկեք $1 եք վճարում $500 ղրկեք $5 եք վճարում երկու կենտրոն ունի Lancashire փողոց North Hollywood Glendale-ում Adams եւ Palmer փողոցի հատման կետում է գտնվում Երևան Shipping Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը 97 տարի է Hollywood Piano-ն աշխատում է ամենախոշոր դաշնամուրի խանութն է Ամերիկայում Փասադինայում են ճիշտ Գլենդելի հարևանության անպայման եթե դաշնամուրը պիտի գնեք վարձեք այցելեք Hollywood Piano Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը աչքի հետ որևէ հարց ունեք ջուր է հոսում լենզ պիտի տեղադրեք եթե ագնոցներ ունեք ուզում եք փոխել կամ ագնոց է հարկավոր զանգարեք այս հեռախոսը 7 տարբեր գրասենյակ ունի ամենայն դեպս Գլենդելում Ջաքսոն փողոց եւ ուր որ Colorado եւ Glendale Avenue հատման կետին է գտնվում կվերադառնա Միչ մքանը լինեք տեսնում միչ մքանելը Ռիփաբլիկանների սենեթերների ղեկավարն էր որևէ անձ այսքան երկար տարի կուսակցության ղեկավար չի եղել ուզում է դեմոկրատների ղեկավար եղած լինի կամ ռիփաբլիկանների ղեկավար այսքան երկար ղեկավար չի եղել եւ 40 տարի է մոտարապես սենեթեր է ինքը իսկ միչ մքանելը յուրահատուկ եկեն է այստեղ հայերին հանդիպեն է ես իրեն հանդիպեն եմ տարիներ կարծում եմ մի առնվազն 20 տարի երևի կլինի իրեն հայերը հավաք ունեին այդ ժամանակ մեր հայոց ցեղասպանություն ուրիշ հարցեր ինչ որ ունեինք այդտեղ իրեն բացատրեցին ասացին եւ ինքը ուշադիր լսեց հայ ընկերներ ուներ հիմա այդ ժամանակվանից հետո մասամբ իր կապը ինձ թվում է կտրվեց հայերի հետ ամենայն դեպս մինչև 2024-ի ավարտը ռիփաբլիկան սենեթերների ղեկավարներ հետո ասած շատ ծերացել եմ ուրեմն կմնամ սենեթեր մինչև 2026-ի ավարտը բայց չեմ ուզում ղեկավարը լինեմ սենեթերների հիմա այսօր տարօրինակ դեպք պատահեց որ միասին տեսնենք ինքը վերջին ժամանակներում պոլիո հիվանդություն ունեցել երբ երեխա եղել տեսնում եք վայր է ընկնում այսպես իրեն բարձրացնում են բարեբախտաբար մի բան չկոտրեց միջ մքանել որ ընդամենը մի տարի նաև մնալու է այնտեղ ռիփաբլիկանների նախկին իհարկե սենեթերների ղեկավարը ես ուզում եմ խոսել Northern Light
հյուսիսային լույսի համար, որ այս գիշեր բոլոր հյուսիսային նահանգներում, նրանք որ հյուսիսային նահանգներ են ապրում, Washington նահանգը, այսպես տեսնում եք Նյու Յորքի հյուսիսային կարող էին տեսնել կամ կարող են տեսնել, ինչ որ տեսնում եք հյուսիսային լույսը այսպես գեղեցիկ պատկեր է ստեղծում տարբեր գույներից, ինչ որ տեսնում եք ճիշտ կարծես մեկը նկարել է բնական, տեսնում եք մեր շրջապատը կարող է ինչ գեղեցկություն ստեղծի։ Ես պիտի դադարվեցնեմ եւ մեկ անձնավորություն, որ հունվարի 7-ին իր շանը կորցրել, շներին կորցրել էր, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Yugo Shipping հովանավորում է ծրագիրը։ Yugo Shipping-ը ձեզ առաջարկում է, եթե ծանրոցը ձեր է, նավի միջոցով ուղարկեք, մի ծանրոց, այնտեղ տարբեր չափերի ծանրոց կա, մեկի վճարեք, ինը մյուս ծանրոցը, երկրորդ ծանրոցը ձեզ համար ծրի են տանելու, անվճար Հայաստան են տանելու։ Yugo Shipping գտնվում է Sunset փողոցի վրա։ Իսկ եթե օթանավով ղրկեք, դա նավի միջոցով է։ Օթանավով ղրկելիս մի փանդը $2.99 են առաջարկում, որ քիչ կտեսնեք այսքան ցածր գնով առաջարկություն։ Իսկ յուրահատուկ մի բան, որ ոչ մեկը չի անում։ Եթե դուք գումար ուզում եք ուղարկել Հայաստան, տանեն Երևանում իհարկե, տուն հասցնեն 2%-ով գումարը կտանեն, կհանձնեն, ում որ դուք ասել եք հասցեն տվել եք։ Yugo Shipping գտնվում է Sunset փողոցի վրա, հայկական Հոլիվուդը, Los Angeles Hollywood, այդտեղ է գտնվում Yugo Shipping-ի խանութը այդտեղ է։ Հանրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլանեք, հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում, զանգարեք այս հեռախոսամեն եւ նաեւ եթե ակսիդենտ եք ունենում։ Court Furniture-ն է հովանավորում ծրագիրը։ Court Furniture-ը 50 տարից ավել աշխատում է ամենախոշոր ֆուրնիչերի խանութներից մեկն է, 100-ից ավել խանութ ունի Ամերիկայում, Գլենդելում Central-ի մրթելի հատման կետում է, իսկ Orange County-ում 405 Freeway եւ Euclid փողոցի հատման կետում է։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը թաթի վրա, թաթի տակ վերք ունեք, քայլում եք շնչասպառ եք լինում, այս հեռախոսահամարին զանգարեք 4 կենտրոններ ունի, տեսնում եք այստեղ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, Սոնաֆե տարեցների կենտրոնը իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն այդ կենտրոն։ Pacific Palisade, ձեզ ասեն էի, այս հունվարի 7-ին խոշոր հրդեհ տեղի ունեցավ, 18 հոգի մահացան, 6500 բնակարան լրիվ հրդեհվեց, բիլիոնավոր դոլար վնաս հասավ այդ տարածքին։ Իսկ նաև այդ մարդկային վնասի կողքին նաև մարդիկ կորցրին իրենց շներին։ Այս երկրում, գիտեք, շունը ամենասիրված կենդանին է։ Հիմա փաստվել է, որ շունը մարդուն լավ էներգիա է տալիս։ Հիմա ասում են կատուն հակառակն է, ես դեռ չեմ ուսումնասիրել, բայց այսպես են ասում, ամենայն դեպս, կարևոր սա է, որ շունը, մարդու հոգեկանը և անձը ավելի լավ է զգում, ասում են որոշ մարդիկ, որ հիվանդ են, իրենց օգնում է, որ ավելի արագ առողջությունը վերականգնեն, ամենայն դեպս, այս հարցերն է, շան մասին խոսում են։ Ուրեմն այս անձը և անձիկ շները կորցրել են, տեսնում եք այսպես, մարդիկ գտնում են, տարբեր տեղերում բերում են, այս անձը իր շանը կորցրել է, երբ որ կորցրել է, տեսնեք այսպես, սա հունվարի 7-ին էր, լացում աղաղակում էր, գրեն է, տեսնում եք missing dog, մնացածի համար չի մտածում, այդ Ռիո շունն է, իսկ երբ գտնում է, իրեն ուրախության պատճառն է լինում, տեսեք ինչպես շունը նաև իրեն շնորհակալություն է հայտնում ու մեծ ուրախություն այս մարդը հայտնում է, որ ինքը իր գանձը գտել։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։